Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ քաղաքացիների կարծիքը ձևավորվում է մի շարք հիմնական գործոնների ազդեցությամբ՝ քաղաքական կայունություն, անվտանգություն եւ սոցիալական պայմաններ։ Երկրի առաջիկա 5-10 տարիների ապագայի մասին պատկերացումները սակայն պայմանավորված են ոչ միայն ներքին զարգացումներով, այլև տարածաշրջանային եւ գլոբալ գործընթացներով։ Այս համատեքստում կարևոր դեր ունեն նաեւ քաղաքացիների անձնական սպասումները եւ ակնկալիքներն իշխանություններից։ Armenia Today-ը Երևանում շուրջ 40 քաղաքացիների շրջանում հարցում է անցկացրել, պարզելու ինչպես են նրանք տեսնում երկրի ներկա իրավիճակը եւ առաջիկա 5-10 տարիները։ Արդյոք Հայաստանում թե արտերկրում են պատկերացնում իրենց ապագան։ Իմ կարծիքով հիմա այնպես չի, որ մեր երազած պետությունն է, շատ զարգանալու, աճելու, չգիտեմ, լիահույս եմ, որ լավ կլինի, եթե 5 տարի հետոյի համար եք ասում։ Հիմա լավ բան չեմ տեսնում, որտեվ իմ կարծիքով հիմա չափազանց անորոշ է։ Այսինքն հստակեցում, ինչ որ ոնց ասեմ, ոտքերի տակ հող չեմ զգում։ Չեմ տեսնում ինչ կարելի անել հետո, լուծում չեմ տեսնում, չգիտեմ, անորոշ է, եթե մեկ բառով նկարագրեմ, այս պահին անորոշ է։ Ըստ ինձ ճիշտ քաղաքականություն է վարվում ներկայիս կառավարության կողմից եւ մոտակա տարիներին ավելի լավ են կապելու, ավելի խաղաղություն է տիրելու Հայաստանում եւ շատ հայեր հետ է վերադառնալու հայրենիք։ Այստեղ իմ երկրում ոչ միտեղ դրսում իմ ապագան չեմ տեսնում։ Գնալով հետ է գնում, ամեն ինչ սաղ զորյանում է։ Ձեր կամ ձեր երիտասարդ երեխաների ապագան էստեղ եք տեսնում թե դրսում։ Եթե նորմալ կառավարություն ունի այստեղ։ Շատ լավ եմ տեսնում, Հայաստանի ապագան լավ է լինելու։ Ոչ շատ վատ, դժգույն, չգիտեմ, վատ։ Ոչ մի հուսադրող բան չեմ տեսնում, ճիշտ ասած։ Ոչ ներկայում, ոչ ապագայում։ Հա, Ամեն ինչ կախված է եւ առաջին հերթին քաղաքական ուժերից։ Իսկ ձեր ապագան էստեղ եք պատկերացնում թե դրսում։ Միայն այստեղ։ Ինձ թվում է ուղղակի գեղեցիկ բառերով ներկայացված ինչ-որ տրագիկոմեդիա է, որովհետև որևիցե բան չեմ տեսնում փաստացել ինչ-որ ասվում է։ Ձեր ընտանիքի ապագան էստեղ եք տեսնում թե դրսում։ Դրսից եկել ենք, հավատալով այդ ապագային, հիմա փոշմանել ենք շատ։ Ընդհանուր առմամբ կարծում եմ զարգանում է Հայաստանը, թե տեխնոլոգիաների ոլորտում, թե ինչ-որ արտադրություն է սկսվում երկրում, պրոցեսներ են տեղի ունենում։ Իհարկե խնդիրներ կան, բայց քանի դեռ կան մարդիկ, ովքեր պատրաստ են աշխատել այդ խնդիրները լուծելու վրա, լավ ապագա ունենք։ Ձեր ապագան էստեղ թե Հայաստանից դուրս եք պատկերացնում։ Այստեղ եմ պատկերացնում, ես վերջին 3 տարիները արտերկրում եմ անցկացնել, Ֆրանսիայում, հետո Մոսկվայում, վերջիվերջո հետ եմ վերադարձել Հայաստան, որտեղ այստեղ ես գտնվում եմ իմ մշակույթի մեջ, իմ լեզվի մեջ, իմ պես մտածող մարդկանց մեջ, այստեղ ինձ հաճելի եմ ես զգում։ Հիմա շատ վատ վիճակում եմ Հայաստանում, ենք օբյեկտիվ, հուսով եմ, որ այս 5 տարվա մեջ գոնե ինչ-որ դրական փոփոխությունների կգնանք, այդքանը թերևս։ Ձեր ապագան առաջիկա 5-10 տարում Հայաստանում եք տեսնում թե դրսում։ Բնականաբար Հայաստանում։ Ապագան կարող է միգուցե լավ լինի, բայց ներկան խոստումնալից չի։ Ես վատ բան չեմ տեսել։ Ձեր ապագան Իհարկե Նիկոլի վախտով էլի։ Ձեր ապագան էստեղ եք պատկերացնում թե Հայաստանից դուրս։ Ստեղ, չկա Հայաստանի դուրս ապագա։ եթե սենց մանա վատա լինելու, եթե փոխվի 10 տարի դո շատ լավ կլինի։ Армения очень хорошо развивается. Мы надеемся, что отменят безвизовый режим в Европу. Мы будем очень счастливы путешествовать. Ես միշտ լավատես եմ ու լավն եմ տեսնում, բարգավաճ ունեին։ Ես լավատես մարդ եմ, ես կարծում եմ ամեն ինչ լավ է լինելու, ամեն մեկից կյանքն էլ իր ձեռքում։ Եթե այս չպականները չլինեն, այսքան իշխանությունը փոխվի, կամաց առաջ կգնանք, զարգանանք, այս վիճակից էլ դուրս կգանք։ Ձեր թորների երեխաների ապագան էստեղ եք տեսնում թե դրսում։ Ստեղ եմ տենում, ստեղ, մենակ ստեղ։ Շատ լավ։ Որ սենց գնա շատ լավ։ Հիմա էլ եմ լավ տեսնում, հետո հիմա եթե լավը տեսնում եմ, պարզա հետագայում կտեսնեմ, լավատես մարդ եմ։ 72 տարեկան եմ, շատ լավ ակնկալիքներ ունեմ։ Պետքա փոփոխություններ լինեն ղեկավարության։ Ձեր ապագան էստեղ եք պատկերացնում թե դրսում։ Ես սիրում եմ իմ հայրենիքը ու միայն այստեղ։ Որ ժողովուրդը հավատք ունենան առ Աստված, որտև մեր Տերն է, մեր ամենը, պահապանը, պաշտպանը։ Հետո շատ լավ է լինելու, շատ։ Հիմա դե դա կամանց ուզում է լավ լինի,
Я не вижу будущего с нынешним премьер-министром. Это однозначно. К сожалению, это так. А будущее что будет? Желаю, чтобы был мир. Желаю, чтобы пришел умный человек к власти. Надеюсь. Շատ ընտիրասեցի։ Ինչն է հուսադրողը։ Ամեն ինչ երկրի կյանքը։ Այսինքն դուք ձեր ընտանիքի ապագան Հայաստանում եք տեսնում։ Անպայման եւ միմիայն։ Ապագա չկա։ Լավ ալ լինելու։ Շատ լավ ալ լինելու։ Ինչն է ձեզ հույս ներշնչում։ Հակից ապրում ենք ինչ ա եղել։ Մի հարց էլ դուք կամ ձեր ընտանիքի անդամները առաջիկա 5-10 տարում ձեր կյանքը Հայաստանում եք հենց պատկերացնում։ Մենք ստեղ ծնվել ենք, ստեղ ապրում ենք ու միշտ էլ կապրենք։ Եթե անկեղծ լավ բան չեմ տեսնում, չգիտեմ, եթե այսպես պետք է շարունակվի, երևի թե դրսում։ Շատ լավ կլինի։ Հույսով ապրեք։ Հələ որ անհայտ է, սենց կարամ ասեմ։ Իսկ ներկան։ Պարզ չի։ Դե ներկան խաղաղ բաներ է կատարվում երկրում, չես հասկանում, որ ուժին ընտրես, որ խելքի բերի երկիրը։ Այնենց օրի են հասցրել, որ դժվարանում է մարդ կողմնորոշվի։ Իսկ դուք ձեր ապագան առաջիկա 5-10 տարում էստեղ եք տեսնում։ Հա, դե ես տեղափոխվել եմ, ստեղ բնակվեմ։ Մտադիր եմ ստեղ ապրել, էլի։ Բայց Նիկոլ Փաշինյանին պիտի փոխվի։ Ես հավատացյալ մարդ եմ, Աստծո հույսով եմ, մարդու հույսով չեմ, եւ ես գիտեմ, որ Աստված հույս եւ ապագա ունի մեր երկրի համար։ Հույս ունենք, որ լավ կլինի։ Շատ լավ։ Ձեզ էստեղ եք պատկերացնում թե դրսում։ Այստեղ միայն։ Դուք ձեր ապագան էստեղ տեսնում եք 5-10 տարի հետո։ Այո, ես մի տարի արդեն Հայաստանում եմ ու կմնամ։ Չէ, դրսում։ Այստեղ չեմ տեսնում։ Առանց Նիկոլի եմ տեսնում Հայաստանը միանշանակ 10 տարի հետո, եթե Նիկոլը չլինի, մեր Հայաստանը ավելի կծաղկի, կբարգավաճի։ Ոնց եղել է, մենք ունեցել ենք Արցախ, ես վստահ եմ ավելի քան որ մենք էլի ունենալու ենք Արցախ, քանի որ Արցախը ինքը իրանով էթնիկ է ու Արցախն է մեր ապագան, մեր անցյալը, ամեն ինչը որ կապված է մեր երկրի հետ, մեզ պետքա որ մեր սահմանները հետ գա, մեր ինքնությունը մենք ունենանք նորից, մեր հպարտությունը ունենանք։ Ձեր ապագան էստեղ եք պատկերացնում թե դրսում։ Միանշանակ Հայաստանում եմ իմ ապագան ես տեսնում, ես բազում հնարավորություններ եմ ունեցել արտերկրում անցկացնելու, բայց ոչ մի տարբերակ։ Ես իմ ծերությունը Հայաստանում եմ պատկերացնում։ Ես եւ ստեղ եմ ապրում եւ Հայաստանից դուրս, բայց ավելի շատ կուզեմ վերադառնամ Հայաստան, Հայաստանում ապրել։ Հույս ունեմ, որ ամեն ինչ լավ է լինելու, խաղաղություն լինի, աշխատատեղեր լինեն, մարդիկ ապրեն։ Ձեր կամ ձեր ընտանիքի ապագան էստեղ եք պատկերացնում թե դրսում։ Այստեղ միանշանակ այստեղ։